Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ։ Բայբա Բրաժեն շնորհավորել է նախարար Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի կապակցությամբ, վերահաստատելով Հայաստանի և Լատվիայի միջև գործընկերության հետևողական զարգացման հարցում մեծ պատրաստակամությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ փոխգործակցության հարցեր, շեշտելով առևտրի ընդլայնման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանից ծաղիկների մի քանի խմբաքանակի Լատվիա արտահանման աջակցության համար, ինչը յուրովի խթան կլինի երկու երկրների գործարար շրջանակների միջև հետագա կապերի սերտացման և առևտրային նոր ուղղությունների զարգացման համար։ Նախարարները անդրադարձ են կատարել նաև Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության օրակարգին և առաջիկա շփումներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգով նոր գրառում է արել։ Հատիկ առ հատիկ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունք է գրանցվել Կոտայքի մարզի Նորհաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20,6 հեկտար մակերեսով անշարժ գույքի նկատմամբ։ Գույքի միջին շուկայական արժեքը 323 միլիոն 800 հազար դրամ։ Ավելի վաղ վարչապետը սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է կատարել, ընդգծելով ՀԴՄ կտրոն վերցնելու կարևորությունը։ Գրառմանը կից նա ցուցադրել է իր ստացած ՀԴՄ կտրոնը, նշելով «Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ-ն»։ Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ-ն։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին։ Այս պահին մի շարք ընտրատեղամասերում իրականացվում են վերահաշվարկի աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստան կուսակցությունն անցնում է խորհրդարան, թե ոչ։ Քվեարկության արդյունքների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Նախնական արդյունքները դրա համար են նախնական, որտեղ երբ ասում ենք նախնական արդյունքը, դրա համար է նախնական, որտեղ այս արդյունքները դեռ պիտի ճշգրտվեն։ Հիմա այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկի իրականացում։ Այս վերահաշվարկի հետ կապված էլ մի բան տեղեկացնեմ։ Պատշաճ կարգի դիմում վերահաշվարկի մենք շատ քիչ ենք ստացել։ Կարող եմ դա ասել։ Մենք ստացել ենք 3 ուժերից վերահաշվարկի դիմումներ։ Բարգավաճ Հայաստան, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք եւ Հայաստան կուսակցությունների դաշինք։ Միասնության թևերից։ Չէ, Հայաստանը սխալ ասեցի, միասնության թևերից։ Տեսեք, պատշաճ դիմում շատ քիչ է ստացել։ Այդ եմ ասում, պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել։ Ստացել ենք, բայց քան որ դիմումները եղել են, այսինքն պատշաճ չեղել, կա ներկայացրել, պիտի ընտրատարածք ներկայացնեին, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել կամ ընտրատարածք ներկայացրել են թեկնածուն բոլոր տեղամասերի համար ներկայացրել է, իսկ դրա իրավունքը չուներ, այսինքն ինքը պիտի ներկայացներ թեկնածուն միայն այն տեղամասը, որտեղ ինքը արդյունքների ամփոփմանը ներկա է եղել։ Մեր ուղղակի մոտեցումը եղել է այս, հնարավորինս որ տեղամասերը ցանկանում են, որպեսզի վերահաշվարկ իրականացվի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրենց նախաձեռնությամբ, այսինքն հասկացաք դիմումը չի եղել պատշաճ մերժվել է, բայց իրենք նախաձեռնությամբ սկսել են վերահաշվարկներ իրականացնել ու հիմա ընթանում են, այսինքն մենք Երևանում ըստ էության ունենք մի պատկեր, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև միասնության թևերի կուսակցության պատգամավոր թեկնածուն այդպես է ցանկացել, այդպես է ներկայացրել եւ եղել է մոտեցումը, որ հնարավորինս այսպես ֆիզիկական նաև որովհետև ուրբաթ օրը 14:00-ն իրենք միջև ժամանակ ունեն վերահաշվարկի, որպեսզի փորձեն այդ ամբողջ ծավալը իրենք իրականացնել։ Կա 2005 հատ արձանագրություն, այդ թվում այն արձանագրությունները, որտեղ որ արձանագրած են այն թվերը, ինչ որ մեր Բարգավաճ Հայաստան կուսակցության գործընկերները արձանագրել են, որ այս է մեր թվերը։ Եթե ուզում եք, խնդրեմ ծանոթացեք ներկայումս էլ ընթանում է վերահաշվարկը եւ էլի ճշգրտված թվերը հրապարակվելու են։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկներում անցկացված 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունների արդյունքները արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական իրականությունը, իսկ ազատազրկված անձիկ քվեարկում են սեփական ընտրությամբ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է, թե որքան մեծ է քրեական ենթամշակույթում հեղինակություն ունեցող անձանց ազդեցությունը քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց վրա։ Քրեակատարական հիմնարկներում քվեարկությունը, այսօրվա քվեարկությունը եւ նախորդ ընտրությունների քվեարկությունը ուղիղ արտացոլումն է ժողովրդավարության, որը մեր երկրում գոյություն ունի։ Եթե մենք նայում ենք նախորդ քվեարկությունների արդյունքներին, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից առաջ, ապա պատկերը միշտ այլ է եղել, չնայած որ այս տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել միտված քրեակատարական հիմնարկներում պատժի կրման պայմանների բարելավմանը։ Ուզում եմ ասել, որ վերջին երկու ընտրությունների համատեքստում մենք ունենք իշխող ուժի օգտին քվեարկված 20% ձայներ եւ պետք է նշեմ նաեւ, որ քվեարկությանը ոչ բոլորը մասնակցելու իրավունք ունեն եւ սա էլ է մեծ ազդեցություն ունենում մեծ պատկերի մեջ, ինչու, որովհետեւ այսօր սահմանադրությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք ընտրելու իրավունք չունեն։ Իսկ մյուսները հիմնականում կալանքի տակ գտնվող անձինք են եւ նրանք քվեարկում են այնպես ինչպես ցանկանում են եւ կարծում եմ, որ պատկերը օբյեկտիվին մոտ է ամեն դեպքում։ Մյուս կուսակցություններին տրված ձայները իրականում չեմ հաշվել, կարծում եմ, որ վիճակագրական տվյալները բաց են, կարող են քաղաքացիները ծանոթանալ։ Հայաստանի արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը նաև անդրադարձել է մայիսի 18-ից կալանավորված, իսկ մայիսի 21-ից մինչև օրս հացադուլ իրականացնող հասարակական գործիչ Արտուր Օսիպյանի առողջական վիճակին։ Սրփուհի Գալյանը այդ մասին ասել է ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Գալյանը ընդգծել է, որ Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Արտուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություն եմ ստանում նրա առողջական վիճակի մասին։ Նաև հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը կենտրոնական մասից, սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը մասնավորապես, եւ նաև նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որը իր կարծիքով առկա են եւ որոնք իրենց բնույթով իր կարծիքով հանցավոր են եւ այդ կապը իրավասու մարմինների, մասնավորապես քրչական մարմինների հետ ապահովվել է մեր կողմից։ Այսինքն մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում օրինակ հացադուլի իրավունքը պատշաճ ապահովի, նրան տրամադրվում է զբոսանքը իրեն հասանելի եւ ամեն ինչ արվում է, այսինքն տեսակցությունները հարազատների հետ եւ ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք կոնկրետ անձի նկատմամբ, որովհետեւ դա ուղղակի չի կարող լինել։ Եռագլխի նախաձեռնած վերահաշվարկների եւ ճշգրտումների արդյունքում քաղաքացիական պայմանագրի ձայները 49.8%-ից այս պահին դարձել են 49.9%։ Այդ մասին Facebook-ում գրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Սա դեռ վերջնական պատկերը չէ, տենդենսը հստակ է, այս ամենի արդյունքում ամենաշատը ավելանում են ՔՊ-ի ձայները եւ տոկոսները, նշել է Ալեքսանյանը։ Ունենք շուրջ 115 քրեական վարույթ նախորդ օրվա դրությամբ։ Այդ վարույթներով հարցաքննվել են հարյուրավոր անձինք եւ որևէ անձ չունենք, որը հարցաքննության ընթացքում հերքած լինի եւ տվյալներ տրամադրած լինի, որ ձայնագրությունները կեղծված են։ Այդ խոսակցության հեղինակը ես չեմ կամ պահանջի, որ նշանակվի փորձաքննություն։ Այդ մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արտուր Նահապետյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, արդյոք չեն եղել հայտարարություններ հրապարակված ձայնագրությունների իսկության հետ կապված։ Տպավորությունը, որ հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին քաղաքնացում է, դա իրականության հետ որևէ կապ չունի եւ դա ֆիզիկապես նաեւ անհնար է։ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի
օպերատիվ ստորաբաժանումներ եւ այդ օպերատիվ ստորաբաժանումներում աշխատում են օպերատիվ աշխատակիցներ, ովքեր հանրապետության տարբեր շրջաններից ստանում են օպերատիվ տվյալներ ենթադրյալ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ։ Այդ տվյալները զեկուցում են վերադասության կարգով եւ ըստ վերադասության արդեն որոշվում է թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնեն, որպեսզի ստուգվեն օպերատիվ աշխատակցի կողմից ներկայացված տվյալները։ Բնականաբար օրենքը մեզ թույլ է տալիս, որ մենք իրականացնենք նաև գաղտնի միջոցառումներ, այդ թվում այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ներքին դիտում, արտաքին դիտում։ Ես ես հավաստիացնում եմ, որ մենք չունենք որևէ միջոցառում, այդ թվում այդ հրապարակված ձայնագրությունները, որ լսում եք, մենք չունենք որևէ դեպք, որտեղ առանց դատարանի թույլտվության հակակոռուպցիոն կոմիտեն կամ որևէ այլ իրավապահ մարմին իրականացրել է գաղտնալսում։ Եվ շարունակելով ընտրության թեման, ես համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ եւ միջամտություններ տեղի չունենային, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը։ Նա ընդգծել է, որ իրենց քաղաքական ուժի առաջնորդը պատահական չէր պնդում, որ հաղթանակող ուժ են, քանի որ դա փաստող նախադրյալներ կային, այդ թվում սոցիալական ուսումնասիրությունները։ Ես քանի որ հիմա այն մարդն եմ, ով համոզմունք ունի, որ սա իրական արդյունք չի։ Մենք իրական ընտրական արդյունքների հետ գործ չունենք։ Սա քաղաքացու կամքի նկատմամբ ծայրահեղ միջամտություն է, ահռելի չափի իրավախախտումներ են։ Ես համոզմունք ունեմ, որ մենք քաղաքացու կամքը տեղ չի հասցվել, որպեսզի գնահատական տանք, բայց ստիպված կաշկանդվելու ենք այդ իրավությամբ, որ ունենք ու փորձում ենք հիմա ինչ-որ չափով շտկել այդ իրավիճակը, որովհետև այն հանգամանքը, որ մարդկանց ահաբեկել են, մարդիկ չեն գնացել ընտրության, դա շտկելի չէ։ Ինչու են դրանք խախտումներ։ Խախտումները ոչ միայն քվեարկության օրն են տեղի ունենում, խախտումները մինչ ընտրության, մինչ քվեարկության օրն են իրենց ծավալով ու ամենաշատն ու ազդեցիկը տեղի ունենում, ինչը մենք փորձում ենք ահազանգել։ Այս պայմաններում քարոզչություն իրականացնելը, ես կարծում եմ, նորմալ նորածին քաղաքական ուժի համար անգամ համաշխարհային մակարդակով ինչ որ այդպես վաու անկրկնելի բաներ։ Բնականաբար ես ինքնակնդադատ եմ ու երբ որ հեսա ժամանակ ունենամ մի քիչ մտածելու վերլուծելու շատ բաներ ինձ դուր չի եկել, իմ սրտով չէր, կարող սխալվել ենք, թերացել ենք, բայց հաշվի առեք, որ մենք ընդամենը մի քանի ամսական քաղաքական ուժ ենք։ Այլ թեմաների մասին 2025 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22.5 միլիարդ դրամ, ինչը կազմում է նախատեսված ցուցանիշի 96%-ը։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով 2025 թվականի պետական բյուջեյով վարչապետի աշխատակազմի համար հաստատվել էր 1 ծրագիր և 50 միջոցառում, իսկ տարվա ընթացքում կառավարության որոշումներով ավելացել է ևս 7 միջոցառում։ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով մեզ մոտ հաստատվել է 11 ծրագիր և 50 միջոցառում։ 25 թվականի ընթացքում կառավարության որոշումներով ավելացվել են թվով 7 միջոցառումներ, արդյունքում 57 միջոցառումներից կատարվել են 55-ը։ 25 թվականին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացող ծրագրերի շրջանակներում ծախսերը կազմել են 22.5 միլիարդ դրամ, կամ ծրագրված ցուցանիշի 96%-ը, որը նախորդ տարիների համեմատ ըստ էության կրկնել ենք 24 թվականի արդյունքը կատարողականով, այսինքն բավականին բարձր է։ Իսկ թերակատարումը մոտավորապես 4%-ով է եղել կամ շուրջ ուրեմն եւ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 906 միլիոն դրամով։ Ճշտված ցուցանիշի շեղումը հիմնականում պայմանավորված է վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման և տեսչական վերահսկողության ծրագրերի կատարողականով։ Նախորդ տարվա համեմատ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացող ծրագրերի գծով ծախսերն աճել են 4.2%-ով կամ 906 միլիոն դրամով, ինչպես ասացի։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանը 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պետական, իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2025 թվականի համար քննչական կոմիտեին հատկացվել է 20,6 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ, կատարողականը կազմել է 92,8%։ Արտուր Պողոսյանը նշել է, որ 2024 թվականի համեմատ քննչական կոմիտեի ծախսերն աճել են 14%-ով կամ 2,4 միլիարդ դրամով։ Ներկայացված ծրագրի բյուջետային ֆինանսավորման հիմնական մասը շուրջ 16,9 միլիարդ դրամը կազմել են քրեական գործերով վարույթների իրականացում միջոցառման ուղղված հատկացումները, որի մասով ծախսերը կատարվել են 93,6%-ով կամ կազմել են 15,8 միլիարդ դրամ։ Քննչական ծառայություններ ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները։ Քրեական գործերով վարույթի իրականացում միջոցառման համար պետական բյուջեից նախատեսվել է 16,9 միլիարդ դրամ, տարեկան ճշտված պլանը կազմել է 16,9 միլիարդ դրամ, փաստացի ծախսվել է 15,8 միլիարդ դրամ, որից 93,6%-ը կամ 14,8 միլիարդ դրամը կազմել է աշխատավարձի ֆոնդը, իսկ 6,4%-ը կամ 1 միլիարդ դրամը ծառայությունների, ապրանքների և պարտադիր վճարների ձեռքբերումը, որի մասով կատարողականը կազմել է 93,6%, տնտեսվել է 1,1 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 2%-ով կամ 300 միլիոն դրամով, հիմնականում պայմանավորված վերնշվածով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում անցկացնելու երկկողմ որոշում կընդունվի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա կարծիք է հայտնել, որ մինչև ընտրական պրոցեսների ավարտը Հայաստանի վարչապետը զբաղված կլինի երկրի ներքին հարցերով, իսկ հետո կախված հետընտրական իրավիճակի վերջնականացումից արդեն երկկողմ մակարդակով որոշում կընդունենք, ասել է Պեսկովը պատասխանելով Փաշինյանի և Պուտինի հանդիպման հնարավոր պլանների մասին։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև այս պահը չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի առթիվ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը հունիսի 9-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում սպասում են ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի կողմից 2 տարի կազմակերպության անդամավճարները չվճարելու համար երկրի նկատմամբ կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու մասին և չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին։ Հայաստանը 2024 թվականին և 2025 թվականին ՀԱՊԿ-ի անդամավճարը չի վճարել։ ՀԱՊԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածում նկարագրված է, թե ինչ է նախատեսվում այն իրավիճակներում, երբ անդամ պետություններից որևէ մեկը 2 տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորությունները։ Նշվում է, որ այդ իրավիճակում ՀԱՊԿ խորհուրդը կկասեցնի այդ երկրի քաղաքացիների կազմակերպություններում քվոտային պաշտոններ զբաղեցնելու իրավունքը, ինչպես նաև նրանց կզրկի կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ 2026 թվականի հունիսի 15-ից 17-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը աշխատանքային այցով կժամանի Մոսկվա։ Այցելության ընթացքում նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև այլ երկկողմ շփումներ։ Առաջիկա քննարկումների մանրամասներ չեն հրապարակվում։ Կողմերը կքննարկեն ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ծրագրերը, այդ թվում իրավիճակը Սև ծովում և Հարավային Կովկասում։ Միջազգային լրահոսի ուշագրավ այլ դրվագների ծանոթացեք տեսաշարով։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Արքայազն Ֆեյսալ բին Ֆարանիի հետ, քննարկելով տարածաշրջանային վերջին զարգացումները Իրանի հարավային տարածքների դեմ ԱՄՆ-ի իրականացրած ռազմական հարվածներից հետո։ Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Իրանի տարածքի դեմ ամերիկյան ագրեսիայից հետո արագ զարգացող անվտանգության իրավիճակը։ Զրույցների ընթացքում Արաղչին դատապարտել է ԱՄՆ ռազմական հարվածները որպես Իրանի ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտում։ Նա ընդգծել է Իրանի ինքնապաշտպանության անբաժանելի իրավունքը եւ հաստատել Իրանի զինված ուժերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների օրինականությունը։ Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին ի պատասխան Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան ուղղաթիռի կործանման, որի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իսլամական Հանրապետությանը։ Իրանն էլ պատասխանել է ամերիկյան հարձակմանը, հարվածելով Հորդանանին, Բահրեյնին եւ Քուվեյթին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լի Ցզյանը հունիսի 10-ին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Պեկինը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքի պատերազմի զարգացումներով եւ կոչ է արել չշարունակել մարտերը։ Համապատասխան կողմերը պետք է պահպանեն հանգստություն եւ ցուցաբերեն զսպվածություն, դադարեցնեն հակամարտության եւ իրավիճակի սրումը, ձեռնարկեն կոնկրետ միջոցներ լարվածությունը մեղմելու եւ հանդարտեցնելու համար, նշել է խոսնակը։ Մեկնաբանությունները հնչել են Հորմուզի նեղուցում ուղղաթիռի խոցման պատճառով ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա օդային հարվածներ հասցնելուց հետո։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ֆինանսավորման զգալի կրճատման է բախվել Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով, ինչի համար էլ ստիպված է խլել քաղցածներից սովամահ եղողներին կերակրելու համար։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարլ Սկաուն։ Դեռևս մարտին կազմակերպությունը նախազգուշացնում էր, որ հակամարտության շարունակման դեպքում մինչև հունիսի վերջ բազմաթիվ մարդիկ կարող են կանգնել սննդի խիստ պակասի առաջ։ Նոր վերլուծության տվյալները ցույց են տալիս, որ այս սցենարն արդեն սկսում է իրականություն դառնալ։ Սկաուի խոսքով նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը վաղ բացվի, ստեղծված իրավիճակի հետևանքները դեռ շատ երկար կզգացվեն։ Նա հարուստ երկրներին կոչ է արել ակտիվանալ եւ փորձել մեղմել ճգնաժամի ազդեցությունը բնակչության ամենախոցելի շերտերի վրա։ Հյուսիսային Իռլանդիայում հունիսի 8-ին տեղի ունեցած դանակահարությունից հետո մարդիկ ցույցի են դուրս եկել։ Բելֆասում անկարգություններ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են տների, ավտոմեքենաների եւ ավտոբուսի հրկիզումներով։ Հունիսի 9-ի երեկոյան արտակարգ ծառայություններն օգնել են մարդկանց դուրս գալ իրենց այրվող տներից։ Ըստ հրշեջ ծառայության 19:00-ից մինչև կեսգիշեր գրանցվել է 256 զանգ։ Հրշեջներն արձագանքել են 62 միջադեպի։ Հունիսի 8-ին սուդանցի 30-ամյա մի տղամարդ Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆասում դանակահարել էր 40-ամյա մի տղամարդու, որը լուրջ վնասվածքներ է ստացել աչքերի, պարանոցի եւ մեջքի հատվածում։ Հարձակվողին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, հանրային վայրում սուր, կտրող, ծակող գործիք ունենալու եւ սպանության սպառնալիքի համար։ Ոստիկանությունը հանդարտության կոչ է արել այն բանից հետո, երբ հունիսի 9-ին Հյուսիսային Իռլանդիայի տարբեր վայրերում ցույցեր եւ անկարգություններ են սկսվել ի պատասխան հարձակման։ Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած 7.8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի։ Հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչության տվյալներով 630 մարդ վիրավորվել է, 17-ը անհետ կորած է։ Երկրաշարժը տեղի է ունեցել Մինդանաո կղզու հարավային ափին հունիսի 8-ի առավոտյան։ Տեղական իշխանությունները հայտնել են 2500 տների վնասման մասին, որոնցից 460-ը լիովին ավերվել է։ Խեներալ Սանտոս քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Ավելի քան 140,000 բնակիչ է տուժել տարերքի հետևանքներից։ Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը հայտնել է երկրաշարժից հետո ավելի քան 2000 հետ ցնցում գրանցելու մասին։ Կրկնվող ցնցումների մագնիտուդը տատանվել է 1.3-ից մինչև 6.4։ Տեղի բնակիչները զգացել են 47 հետ ցնցում։ Հունաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի եւ Թրակիայի մարզպետի հետ։ Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության, տնտեսական կապերի ընդլայնման եւ փոխկապակցվածության եւ զարգացման հարցեր։
Դեսպան Մկրտչյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի մարզերի միջև համագործակցության խորացումը, մասնավորապես ընդգծելով Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և թրիփ նախագիծը, անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և նոր տնտեսական հնարավորությունների ձևավորման հեռանկարներին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հարցաքննվել է քննչական կոմիտեում։ Նա հերքել է իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն։ Այս մասին այսօր հայտնեց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։ Խաչատրյանի խոսքով քրեական վարույթ նախաձեռնվել է 2019 թվականին։ Գագիկ Ծառուկյանը սակայն մինչև 3 այդ քրեական վարույթի մասին տեղյակ չի եղել։ Նախօրեին Ծառուկյանի նկատմամբ առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը ստանալու քրեական հետապնդում է հարուցվել, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Փաստաբանն ընդգծեց, դատախազությունը պարտավոր էր նախ դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ Գագիկ Ծառուկյանը պատգամավորի թեկնածու է, հետևաբար ունի անձեռնմխելիություն։ Դատախազը 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ, արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, համակցված 20 միլիոն դրամ գրավով։ Հայաստանը ներկայացնող թեկնածու Մուշե Հովսեփյանն ընդգրկվել է ՄԱԿ-ի հաշվանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելությունը։ Նշվում է, որ 15 թեկնածուներից հենց Հայաստանի թեկնածուն է ընտրվել ՄԱԿ-ի հաշվանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ։ Սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի հաշվանդամություն ունեցող անձանց հանձնաժողովում կաշխատի հայ փորձագետ։ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հաշվանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջմղմանը, ասվում է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության հայտարարությունում։ Այլ թեմաների մասին հայտնաբերվել է ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է, պատմում է Ներքին գործերի նախարարության տեսանյութը։ Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկաններն ու ոստիկանության գվարդիայի ծառայողները հունիսի 2-ին շրջիկ ծառայության ժամանակ Պարյուր Սևակի փողոցում նկատել են կասկածելի վարք դրսևորող մի տղամարդու, որն ինչ-որ բան էր փորձում թաքցնել ծառի բնի մոտ։ Տեսնելով ոստիկաններին, տղամարդը դիմել էր փախուստի, ինչն արագ կանխվել էր։ Ժամը 16:30-ին թմրանյութ իրացնելու կասկածանքով տղամարդը ձերբակալվել եւ իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Մայրաքաղաքի Հովհաննիսյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդն ընդունել է, որ արդեն տեղադրել է մարիխուանայով 4 պատետ, եւս 21-ը մեքենայում են։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ եւ քննչական գործողությունների արդյունքում նշված փաթեթները հայտնաբերվել են։ Ըստ 33-ամյա տղամարդու թմրամիջոցները ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով, տեղադրել ու լուսանկարներն ուղարկել ալիքի հասցեատիրոջը։ Նրան ներկայացվել է մեղադրանք, խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետության տարածքում հունիսի 10-ից 3-ը, 11-ից 15-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 10-ի երեկոյան 11-ին եւ 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը, իսկ դուք բաց չթողնեք ապդեյթ վերլուծականը թողարկումից անմիջապես հետո։ Հաջողություն։